Սարգսյանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց մասին խոսենք, բայց երեք սկսենք այս հարցից, հետո արդեն ավելի ծավալուն թեմաներ կան։ Գազի, հեղուկ գազի դեֆիցիտ է, ամբողջ երկրով արդեն կարելի ասել, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում ցավոք խայտառակությունը խայտառակությանն է հաջորդում։ Ամեն ինչ այսպես Սոդոմ Գոմոր է ստեղծված սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական եւ բոլոր առումներով ցավոք երկրում Սոդոմ Գոմոր է ստեղծված։ Մի քանի օր առաջ, երբ Փաշինյանը մեկնեց Մոսկվա, այ մեր բնակիչներից մեկը ասում էր՝ լավ արեցիր, գազ տվեցիր, գազ տուր, տենց գազ տուր։ Հիմա ես ուզում եմ ասել, որ այդ օրերին անձամբ ինքս բարձրաձայնել եմ եւ ասել եմ, որ մեր դաշնակից պետության հետ խոսել ուլտիմատումների լեզվով, խոսել անհարգալից լեզվով նշանակում է մեր երկիրը դնել տնտեսական ռիսկային բարձր գոտում։ Եվ ահա մենք տեսանք ոչ միայն որոշ ապրանքների արտահանում Հայաստանից դեպի Ռուսաստան արդեն արգելվել է, այլ նաև որոշ ապրանքատեսակներ, որոնք մեր համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեն, չի ներկրվում Հայաստան։ Դրանցից մեկը հեղուկ գազն է։ Արդեն մի քանի օր է ամբողջ հանրապետությունում խուճապային իրավիճակ է, որովհետև հեղուկ գազ չկա, կիլոմետրերով հերթեր կան, վարորդները նկարել ինձ ուղարկել էին, որտեղ որ ասենք կա հեղուկ գազ, այդտեղ հերթը կիլոմետրից անցնում էր եւ սպասում էին, ասենք այդ հեղուկ գազը կհասնի իրենց թե ոչ, բայց հասնելը մեկ խնդիր է, հեղուկ գազի դեֆիցիտը բերել է հեղուկ գազի մոտ 150-ից 200% թանկացման։ Հիմա այս պահին վարորդները հեղուկ գազը, եթե ճարում են, եթե միտեղ կա գնում են, ապա այն բավականին բարձր գնով են գնում։ Եվ այս բարձր գինը հեղուկ գազի ինքնըստինքյան հանրապետությունում բերել է նաև բենզինի գնի աճի։ Ընդամենը 2 ամիս առաջ մենք բոլորս ականատես եղանք մերժման ու խրախճանքի մի փաստի, երբ մեր հասարակության մի զգալի հատված մերժում էր Բաքվից Հայաստան ներկրվող բենզինը, իսկ ներկրող օլիգարխները, ԿՊ-ի հետ սերտաճած օլիգարխները ասում էին, որ էժան բենզին ենք բերելու Հայաստան։ Թեպետ շատ ու շատ վարորդներ դժգոհեցին, որ այդ էժան բենզինը իրենց մեքենաները շարքից դուրս է հանում, բայց այնուամենայնիվ ստիպված էին ոմանք դա գնել, ոմանք չէին խնայում, թանկ գազն էին գնում, հիմա կարծես այլևս այդ թանկ գազն էլ չկա, կամ եթե կա շատ քիչ է, եւ ստիպված մեր վարորդները, այն որ Խաչատուր Սուքիասյան, մասնավորաբար ձեզ եմ դիմում, ասում եք 100 դրամ համարյա թե շահում են, հիմա այդ բենզինը վաճառվում է գրեթե ընդամենը 2 ամիս է անցել։ Մեր բոլորի հիշողությունը շատ թարմ է։ Բնակիչը այդ հեղուկ գազը, այդ գազը սովորական բենզինը ներողություն գնում է բավականին թանկ գնով, գրեթե նույն գնով, ինչ ռուսական գազն էր վաճառվում, ի տարբերություն ադրբեջանական գազի շատ ավելի որակյալ էր եւ ավելի արժանապատիվ էր։ Երեկ ես լսում էի Խաչատուր Սուքիասյանի մի հարցազրույց այդ քաղաքացու օրվա փարթիից, ասում էր, որ ըստ իր տվյալների Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2 անգամ բարձրացել է։ Մի պահ ինձ թվաց ես սխալ եմ լսում, Խաչատուր Սուքիասյանը նկատի ուներ իր բերած բենզինի գինը, որովհետև չի կարող մի մարդու վարկանիշ
բարձրանալ, որը երկրում սարսափելի աղքատության աճ է ամեն օր գրանցում։ Երեկ ես Մոսկվայից իմ տանը հյուրեր ունեի, մարդիկ զարմացած էին Հայաստանի պարենային շուկայի գների այդ բարձր լինելու հանգամանքից։ Ուղղակի սարսափած էին, բազմաթիվ օրինակներ են բերել, որ Ռուսաստանում տվյալ առաջին գոնե անհրաժեշտության ապրանքների գները քանի անգամ են ցածր, քան Հայաստանի գները, եւ նաեւ համեմատում էին, թե այդ ցածր գների դեպքում Ռուսաստանում ապրող թոշակառուն ինչ թոշակ է ստանում, իսկ Հայաստանում ապրող թոշակառուն ինչ թոշակ է ստանում։ Էլ չասենք, որ Հայաստանից մեր շատ ու շատ ծնողներ, տատիկ-պապիկներ գնում գրանցվում են Ռուսաստանում, որպեսզի այնտեղ այդ բարձր թոշակով կարողանան գան Հայաստանում հաց ու պանիր ուտելու։ Ահա Փաշինյանական իշխանության այս ամբողջ ֆարսը, որին մնացել է ամիս ու կես էլ չէ, ես կարծում եմ, սիրելի ժողովուրդ, այս իշխանությունը հեռանալու է։ Այս իշխանությունը գնալու է։ Բոլոր իրավիճակները, երբ որ վերլուծում ենք, հասկանում ենք, որ Փաշինյանի իշխանությանը մնացել է 1 ամիս ու կես ժամանակ։ Այնպես որ հիմա որքան էլ իրենք փորձեն ընդդիմադիր հատվածին ներքաշեն իրենց խարդավանքների մեջ, ամեն մեկին մի անուն կպցնեն, ամեն մեկին մի բան կպցնեն, դա նրանից է, որ Փաշինյանական իշխանությունը հայտնվել է ընկճախտի մեջ, անգամ իրենք չգիտեն, բաժանվում են, վերամիավորվում են, սիրում են, չեն սիրում, մեկ ասում է բոլորին եմ սիրում, մյուս ասում է պետք չէ բոլորին սիրել, հետո տեսնում ենք ինչ-որ նորից իրար անհասկանալի իրավիճակ, ճիշտ այնպիսի իրավիճակ, ինչպիսին մեր երկրում է ստեղծել ՔՊ-ն։ Գրեթե իրենց ընտանիքներում էլ հենց այդպիսի իրավիճակ է, որ ընտանիքի հետ փորձում ես առերեսվել, տեսնում ես երկրում ստեղծված իրավիճակին մոտ իրավիճակ է ստեղծվել։ Ես կարծում եմ, որ մենք այս ժամանակահատվածում միասին անելիք ունենք, շատ կարևոր անելիք, եւ այդ անելիքը այն է, որ պետք է համախմբվենք հանուն մեկ գաղափարի, փրկենք Հայաստանը թրքահապատակ իշխանությունից, Հայաստանը ազատենք թրքահապատակ իշխանությունից։ Ինձ համար սարսափելի ցավ էր, օրինակ, երբ ես ամսի 23-ին լրահոսով կարդացի, թե ինչպես են ադրբեջանցի ասկյարները Ստեփանակերտում ջնջել քրիստոնեական եւս մեկ հետք։ Ես դիմում եմ, աշխարհում կան նաև միջազգային կրոնական կազմակերպություններ, Հայաստանում կան դեսպանատներ, դիմում եմ այդ դեսպանատներին, ինչպես նաև աշխարհում գործող կրոնական միջազգային կազմակերպություններին։ Դատապարտեք եւ Ադրբեջանի ղեկավարի այդ ագրեսիան քրիստոնեական ժառանգության հանդեպ փորձեք զսպել, որովհետև միշտ ասել ենք, որ ախորժակը ուտելուց է բացվում, հաջորդը կլինի դադիվանքը, հաջորդը կլինի գանձասարը, մենք տեսանք Շուշիի կանաչ խաչ եկեղեցին, Հադրութի եկեղեցին, այսպես քրիստոնեական հետքը մեր աչքի առաջ ամեն օր պղծվում, քանդվում, մսխվում է, եւ ես ցավոք չեմ տեսնում Ալեն Սիմոնյան, ձեր ապրումակցումը, ձեր ցավը, Նիկոլ Փաշինյան, ձեր ապրումակցումը, ձեր ցավը, ինչպես Նիկոլ Փաշինյանը չէ որոշողը ինքը նպատակահարմար գտնում է թե ոչ, ինքը կարող է իր տան գործերին նպատակահարմար գտնել կամ չգտնել։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այս երկիրը, քանի դեռ այդ աթոռը իր տակն է, եւ դա ինքը չպիտի որոշի, ինքը նպատակահարմար է գտնում, թե ոչ։ Այո, ինքը նպատակահարմար չի գտնում, որովհետև ինքը մի քանի օր առաջ ընդամենը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը եւ շատ կոնկրետ ասած գալու ենք ջնջենք քրիստոնեության հետքը նաեւ Հայաստանում։ Հարկեր, турքեր կդարձնի առևտրային կենտրոն եկեղեցին։
առնվազն դա։ Եվ ես երբ տեսնում եմ, թե դուք ինչպիսի ապրումակցում ունեցաք Թուրքիայի դրոշի հանդեպ, երբ որ այդ նույն թուրքերը մեր դրոշը ոտքների տակ գցած քայլում էին, պղծում էին ձեզ համար հեչ, թուրքական դրոշը ձեզ համար մեջ։ Ես դրա համար եմ ասում, մենք մի անելիք ունենք, բացատրել, համոզել, բերել իրական փաստեր, որպեսզի մենք հասկանանք, որ մենք այլևս չենք կարող մեր երկիրը թողնել Փաշինյանական իշխանության ձեռքին։ Դա կլինի եւ մեր եւ այս երկրի մահազդը։ Քաղաքացու օրվան, հա, անդրադառնանք, տեսանք նաև խախված քաղաքացիներ եկել էին Ես, եթե դուք հիշում եք, ես բազմիցս հենց այս եթերում, հենց ձեր եթերում եմ դա անվանարկել, մենք ապրում ենք սուտասաների եւ գողերի իշխանության օրոք։ Եվ սուտ ասելը իրենց համար դարձել է նորմ։ Դե հիմա այդ մի մասակար գնացել էր, մտածում էր, թե կգնա այնտեղ ստամոքսի հարց կլուծի, բայց սիրելի տատիկ պապիկներ, դուք տեսաք, որ այդ 10,000 դրամով դուք կարող եք ընդամենը 1.5 թեյ գնել։ Առնվազն, մի քիչ էլ պակաս, 200 գրամանոց միս, այդ որ այդպես ամպագորգոր ասում էին, բարձրացրինք, հեսա ձեր վիճակը շատ ավելի լավ կլինի, ձեր վիճակը ամեն օր վատանում է, որովհետև դուք 3 կատնաշորը գնում էիք 600 դրամով, հիմա գնում եք 800 դրամով, թթվասերը գնում էիք 500 դրամով, հիմա գնում եք 800 դրամով, ձեր վիճակը շատ ավելի, դուք ձուն գնում էիք 50, 60, 70, հիմա 90-100 դրամով եք գնում, իսկ ինչը չի թանկացել, ես ձեզ ասել եմ, 10,000 դրամ կտա ձեզ, 100,000-ի կքերթի ձեր կաշին, Այնպես որ սիրելի տատիկ պապիկներ, հեռավոր գյուղերում ապրող մինչև մայրաքաղաք, դուք ունեք թոռներ, տղաներ, աղջիկներ, հարսներ, որոնք ժամանակակից աշխարհում բացի հմեկից նաև այլ եթեր են նայում, խոսեք իրենց հետ, ասեք որն է այդ վտանգավորության աստիճանը, կբացատրեն ձեզ, Ձեզ անպայման կբացատրեն, կասեն, թե ձեր սխալ ընտրությունից մենք կարող ենք ինչի առաջ, ոչ միայն մենք, ես, իմ ընտանիքը, հարևանի, այլ նաև ձեր թոռները, ձեր տղան, ձեր հարսը, ձեր աղջիկը, եղբայրը, քույրը, ձեր հունիս 7-ի սխալ ընտրությունից կարող են տուժել նաև ձեր ընտանիքները։ Ես ասել եմ, այս Արցախյան պատերազմը բումերանգ էր։ Սա կարող է յուրաքանչյուրիս ընտանիքին բաժին դառնալ, եթե դուք սխալ ընտրություն կատարեք։ Արցախում մեկ սխալ ընտրությունը դարձավ ճակատագրական, այստեղ կարող է դառնալ անդառնալի։ Եթե Արցախցին կարող էր գալ Հայաստան մի ճամպրուկով, մի պայուսակով կամ ձեռքերը գրպանը դրած, մենք տեղ չունենք գնալու, որովհետև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարված են, հեճուկս Փաշինյանի տարած քաղաքական դիվանագիտության, Եվրոպան մեզ ընդհանրապես չի սպասում, որովհետև Եվրոպայում այսօր լուրջ տնտեսական խնդիրներ կան, իսկ եվրոպացին հայ չի է, որ բամփեն գլխին ասեն գնա վերընգի տեղդ, գնա նստի ծպտուն չհանի կամ ասեն ծպտուն հանեցիր, կալանավորված ես, Եվրոպայում ապրող մարդը ինքն իրեն է սիրում եւ ոչ թե Մակրոնին։ Ի տարբերություն Հայաստանում ապրող քաղաքացու, որը բացի իրենից սիրում է Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյան, Պողոսին, Պետրոսին, Եվրոպայում ապրող մարդը սիրում է ինքն իրեն։ Երբ որ դուք գիտակցեք, որ դուք պետք է առաջին հերթին ձեզ սիրեք ձեր արժանապատիվ կյանքը, դուք կգնաք ճիշտ ընտրություն կկատարեք։ Մեզ հաշված ժամանակներ են մնացել։ Թե չէ սովորել են իմ ու ձեր ընտանիքների հավաքած փողերի հաշվին
ասում են թոշակ բարձրացրինք, դուք ամեն ինչի շինթույլտվությունը բարձրացրել եք, գովազդի գինը բարձրացրել եք, փողոցում քայլելու գինը, տրանսպորտի գինը, խայտառակությունը ամեն տեղ բարձրացրել եք եւ հիմա ասում եք մենք ենք բարձրացնում ձեր թոշակը, մենք ենք ձեզ անվճար ապահովություն բժշկական տալիս, դուք նույնիսկ մեզ ցամաք հաց չեք կարող տալ, եթե դա չլինի յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը պետական բյուջե։ Պարզապես ներդրումը մերն է, բյուջեի մսխումը Փաշինյանական իշխանությանն է, Երևան քաղաքում Ավինյանի իշխանությանը։ Հիմա անդրադառնամ մի կարևոր հարցի։ Վերջին շրջանում Երևանը կառավարող 9%-անոց Ավինյանը աննկարագրելի լարվածություն է ստեղծել մայրաքաղաքում ուղևորների եւ վարորդների միջև։ Չկա մի օր, որ այդ լարվածության ականատեսը չլինեմ ես։ Օրեր առաջ ավտոբուսում այնպիսի լարվածություն ստեղծվեց, որ ես փորձել եմ հանդարտեցնել եւ վարորդներից մեկին խնդրել եմ ու ասել եմ, խնդրում եմ ձեզ, գնանք վերջին կանգառ, ցույց տվեք ինձ ձեր աշխատանքային պայմանագիրը, տեսնեմ ինչ է գրված ձեր պայմանագրում։ Փաստորեն 9%-անոց Ավինյան Տիգրանը որոշել է մարտի 1-ից, այն որ հորթուբոր տարեց ասես պիտի հավաքվի, մի կետ է ավելացրել այս մարդկանց վարորդների պայմանագրում, որտեղ գրված է, որ վարորդները պետք է պարբերաբար հիշեցնեն վճարումներ կատարելու մասին մարդկանց։ Նոր կետ էր, մարտի 11-ից ավելացվել է բոլոր վարորդների պայմանագրերում։ Կավլիցի թող հիշեցնեն։ Ասում եմ ձեր պայմանագրում հարգելիս բավականին կիրթ, բավականին լավ վարորդ էր, ով պատրաստում էր նաև առաջիկայում ազատման դիմում գրել։ Նաև իր խնդրանքով եմ սա փոխանցում Ավինյան Տիգրան, հանկարծ դու չիմանաս, դու ինչ անում ես, այդտեղ ծածուկ է լինում։ Ասում եմ մեզ ասել են, եթե հավաքագրում չլինի, ձեր վիճակը վատ է լինելու։ Լավ չի լինելու։ Ասում եմ, դե այդպես չի էլի, ասում եմ, ինչի վատ կլինի։ Թող հավաքագրում է, դա իրենք ախր այդ հսկիչների համար փող են դուրս գրել։ Իրենք ախր այդ հսկիչների փողը մենք չգիտենք որտեղ ծախսեցին, ում գրպանը հոսեց այդ փողը։ Ինչի դուք առանց այդել մի ավտոբուսի ուղևորի փոխարեն տեղավորում եք մի անգամվա այդ երթևեկի ժամանակ 3 ավտոբուսի ուղևոր եք տեղափոխում։ Ինչի եք դուք այսքան նյարդայնամ, չէ՞ որ դա նաև մեր անվտանգության խնդիրն է։ Ասում է, դե գիտեք ինչ ասում է, մի անգամ որ դուրս եկանք գործադուլ արեցինք, շատ վատ ավարտ ունեցավ։ Ասում եմ, ինչ ավարտ։ Դե ասում է, թոխմախի մհերի տղերքը տարան մի քանի վարորդի, ծեծեցին, այն 7 վարորդ, որ ազատման դիմում գրեց, դե պարզվում է Տիգրան Ավինյանը թոխմախի մհերի տղու հետ, հիմա բնակարանաշինության լավ ծրագիր, այդպես շենքեր են կառուցում, ով էլ որ ծպտուն է հանում, փաստորեն դա նաև բան է, այդ հաշվեհարդարի տեղն է, էլի կտանեն ու հաշվեհարդար կտեսնեն։ Սա էլ քիչ է։ Տիգրան Ավինյան, ես ես փոխանցում եմ վարորդի ասածը, սա էլ քիչ է, այդ ավտոբուս պարկը, որը գտնվում է Տիգրան Ավինյանի ենթակայության տակ, կանչել են վարորդներին։ 2 անգամ արդեն զգուշացրել են, որ այս վարորդները պետք է իրենց ընտանիքներով գնան եւ իրենց ձայնը տան Նիկոլ Փաշինյանին։ Սա համարեք նաև ես հաղորդում եմ տալիս։ Վարորդին բացատրում եմ, ասում եմ, ախր դուք Տիգրան Ավինյանի ճորտը չեք։ Ասում եմ, ես հասկանում եմ, որ ես ճորտը չեմ, բայց բոլոր վարորդները չէ որ հասկանում են։ Սիրելի վարորդներ, դիմում եմ ձեզ։ Դուք ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ Տիգրան Ավինյանի ճորտը չեք։ Դուք աշխատեք այնպես, ինչպես ձեր հետ կնքել են նախնական պայմանագիր։ Դուք ոչ հավաքագրող եք, ոչ հսկիչ եք, ոչ նյարդայնացող եք, այդ տեսեք ես որ ասում եմ ստեղծել է մի հատ խայտառակ իրավիճակ Տիգրան Ավինյանը, դրա բացարձակ արձանագրումը կայանում է նրանում, որ այս ընթացքում մենք տեսանք, թե ինչքան հենց ավտոբուսներ վթարի են ենթարկվել։
Դա հենց այնպես չի։ Այդ վարորդների նյարդային վիճակն է, այդ վարորդների եւ ուղևորների բախման արդյունքն է։ Հրավիրում եմ քեզ Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյանն էլ էր, չէ, երկուսիդ հրավիրում եմ, 1 օր Երևանի տրանսպորտով երթևեկեք ու թող անընդհատ վարորդները ասեն վճարեք։ Չեն կարողանում մարդիկ խցկվեն։ Դուք ասում եք վճարեք 150 դրամ։ Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, դուք խաբեցիք հասարակությանը նաև այս ամենաչնչին հարցում։ Դուք ասեցիք բարեփոխում ենք տրանսպորտը, հիմա շատ ավելի վատ է տրանսպորտի վիճակը, քան երբևէ, ովքեր երթևեկում են կհաստատեն իմ ասածը, դուք նույնիսկ կանգառներն եք կրճատել։ Հարավ-արևմտյան թաղամաս, որ Սեբաստիանից բարձրանում է մինչև վերջին Կալցևո, կար 3-4 կանգառ։ Հիմա դուք թողել եք 2 կանգառ, ոչ ավել։ Իջնեն մնացածը ոտքով գնան, որովհետև եթե լինի շատ կանգառ, շատ կնստեն։ Մարդիկ ոտքով են մի ուղղություն կգնան, այնտեղից կնստեն։ Այն մեկը ընդհանրապես թե կասի ոտքով է, ոտքով կիջնեմ, տրանսպորտից չի օգտվի։ Ստեղծել եք ամենաչնչին հարցում այս իշխանությունը չկարողացավ արժանապատվորեն դուրս գալ։ Հիմա էլ ես թե ինչի եմ ասում քիչ մնաց, որովհետև ես հավատում եմ իմ արժանապատիվ ժողովրդին եւ առավել եւս մեր երիտասարդներին։ Ես հավատում եմ։ Աղվերանում օրեր առաջ կոնֆերանս էր 4 օրյա, որին մասնակցում էր նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այդ ամբողջը հեռարձակվել է YouTube-յան ալիքում կա, Ալիք մեդիայի YouTube-յան ալիքում է։ Ռուբեն Ռուբինյանին հարցնում են, ասում եմ, մի երիտասարդ աղջիկ, շնորհակալ եմ քեզ աղջիկ ջան, շնորհակալ եմ նման գաղափարներ կրելու համար։ Ասում է, այդ ինչպես է բոլորին անուն եք դնում, մեկը փախած է, մեկը օլիգարխ է, մեկը, այդ ասում եք չի կարա գա դառնա վարչապետ, իսկ ձեր Նիկոլը, որ ոչ մի բաներ եկավ դարձավ վարչապետ։ Դահլիճում նստած 195 երիտասարդ ծափահարում են հարցին։ Ռուբեն Ռուբինյանը ասում է, իզուր եք ծափահարում։ Նորից են ծափահարում, այս երիտասարդներով է այս երկիրը փոխվելու, այս երիտասարդներով, որոնք չեն ամաչում ու ձեր դեմքին ասում են, ինչու եք Թուրքիան ավելի շատ սիրում, քան Հայաստանը, այս երիտասարդներով է փոխվելու այս երկիրը, եւ փոխվելու է այնպես, որ որևէ ուժի իշխանության գալու պարագայում այս երիտասարդները չեն հարմարվելու, թույլ չեն տալու, որ կառավարվի այնպես, ինչպես կառավարվել է այս տարիների ընթացքում։ Դրա համար, սիրելի ժողովուրդ, նորից ու նորից դիմում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնալու է։ Հաստատապես եմ ասում, գնալու է։ Իրենք էլ դա գիտեն, դրա համար են հայտնվել ցայտնոտի եւ ընկճախտի մեջ։ Գնացեք ընտրության, համարեք, որ սա յուրաքանչյուրիդ ընտանիքի, թորան, տղայի, աղջկա համար լինելու է կարևոր ընտրություն։ Գնացեք, այդ քվյաթերթիկներում կա աղբ, այդ աղբը նետեք ներքևում իրենք աղբաման են դրել, այդ աղբը նետեք այդ աղբամանի մեջ։ Այսքանը շնորհակալություն ձեզ։